Ընկերներ, մենք մեկնարկում ենք մեր բողոքի ակցիան։ Այսօր մենք հավաքվել ենք Միացյալ Նահանգների դեսպանության առջև, որպեսզի մեր բողոքի ձայնը արտահայտենք վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների եւ այդ համատեքստում միջազգային կառույցների, դեսպանատների լռության արդիվ։ Հարգելի Միացյալ Նահանգների հարգելի դեսպան Քրիստինա Քվին, այսօր Փաշինյանական ռեժիմի օրոք շինծ ու քրեական հոդվածով հերթական անգամ կալանավորվել են իմնեմնիմի պոդկասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը։ Նրանք կալանավորվել են շինծ ու քրեական հոդվածով, այդ տխրահարչակ խուլիգանության հոդվածով, որով մեկ անգամ արդեն իսկ կալանավորվել էին եւ արդարացվել էին։ Իսկ իրականում նրանք կալանավորվել են այն բանի համար, որ հստակորեն շարունակաբար քննադատել են գործող իշխանություններին եւ նրանց հակապետական քայլերը։ Նրանք կալանավորվել են իրենց ընդդիմադիր կեցվածքի, իրենց քաղաքական խոսքի եւ իրենց սուր քննադատության համար։ Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, եւ այս համատեքստում ես ձեզ հարց եմ ուղղում. Արդյոք նորմալ է, որ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը կարող են կալանավորվել պոդքասթի շրջանակներում հնչեցված քննադատության, ընդդիմադիր խոսքի եւ իրենց քաղաքական հայացքների համար։ Վստահաբար ոչ։ Այսօր մենք նաև ֆիքսում ենք, որ Փաշինյանական վարչախումբը հետոական կերպով փորձ է անում Հայաստանում հաստատել կոշտ ավտորիտար ռեժիմ։ Եվ բնականաբար դա չպետք է որևէ կերպ իրականացվի։ Միացյալ Նահանգները ողջ աշխարհում հանդիսանում են ժողովրդավարական արժեքների կրող եւ ժողովրդավարական արժեքների տարածող։ Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, մենք կոչ ենք անում ձեզ չլռել գործող վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների համատեքստում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախմբի օրոք կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ։ Մասսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ինչպես նշեցի իմնեմնիմի պոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Վազգեն Սահաթելյանը, Նարեկ Սամսոնյանը, ինչպես նաև ռեժիմի կողմից թիրախավորվում են բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Այս պահին կալանքի տակ են Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ գերաշնորհ տեր Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, մենք ձեզ կոչ ենք անում չլռել Փաշինյանական վարչախմբի օրոք իրականացվող բռնաճնշումների համատեքստում։ Մենք կոչ ենք անում Դոնալդ Թրամփի ադմինիստրացիային հետոական լինել Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության, քաղաքական բռնաճնշումների դադարեցման եւ քրիստոնեական արժեքների, ազգային արժեքների պահպանմանը։ Շնորհակալություն։ Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին, ազատություն Վազգեն Սահաթելյանին, Նարեկ Սամսոնյանին, ազատություն, 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 ազատություն. Freedom to all political prisoners in Armenia.